Հաջողության օրենքների այս ցուցակը կազմել է հանրահայտ հոգեբան Ռենդի Գեյջը։ Դատարկության օրենքը եթե ձեզ նոր կոշիկներ են հարկավոր, ապա դեն շպրտեք հները։ Եթե ձեզ հարկավոր է նոր հագուստ, ապա մաքրեք ձեր պահարանը։ Դուք պետք է ձեր իսկ կամքով հրաժարվեք հին կարծրատիպներից։ Շրջապտույտի օրենքը պատրաստ եղեք բաց թողնել ինչ-որ բան, որին տիրապետում եք, որպեսզի կարողանանք ստանալ ինչ-որ բան, որը ցանկանում եք։ Երևակայության օրենքը սկզբից դուք պետք է կարողանաք տեսնել ծաղկունքը ձեր երևակայության մեջ։ Նկարագրեք ձեր իդեալական օրը և ցույց մի տվեք այն ոչ մեկին, բացի նրանցից, ում վստահում եք։ Պահպանեք այդ նկարագրությունը հասանելի ինչ-որ տեղ, ձեռքի տակ և ազատ ժամանակ վերընթերցեք այն։ Ստեղծագործական օրենքը մարդը կարող է հասնել հաջողության ի շնորհիվ իր մտքերի էներգիայի, ինտուիցիայի և երևակայության հատուցման և ստանալու օրենքը եթե դուք ինչ-որ բան եք տալիս, այն վերադառնում է տասնապատկված։ Եթե դուք բարիք եք ստանում, շատ կարևոր է դրանով կիսվել շրջապատի հետ։ Եթե դուք ունեք շնորհ և չեք օգտագործում այն, դուք վիրավորում եք ձեր աստվածային էությունը։ Ձեր ունակություններին պատշաճ հարգանք ցուցաբերելու համար դուք պետք է ուրախանաք նվերներից և կիսվեք այդ ուրախությամբ։ Եթե դուք դա անում եք, ապա ավելի շատ բարիք եք գրավում դեպի ձեր կյանք։ Տասանորդի օրենքը տիեզերքը միշտ կվերցնի իր տասանորդը։ Դա ուղղակի աջակցության աղբյուրին շնորհակալության օրենքն է, 10% այն ամենից, ինչ ունեք, դուք երբեք չեք իմանա, թե ինչպես ձեր տասանորդը կվերադառնա ձեզ։ Փողը սովորական երևույթ է, բայց նա կարող է գալ նաև ինչ-որ մեկի հետ բարիշելու, նոր ընկերական հարաբերության կամ առողջանալու արդյունքում և այլն։ Ներման օրենքը եթե դուք չեք կարողանում ներել մարդկանց, դուք չեք կարողանա ընդունել ձեր հարստությունը։ Եթե ձեր հոգին լի է ատելությամբ, այնտեղ երբեք սիրո համար տեղ չի գտնվի։ Դուք պետք է կարողանաք ձերբազատվել բացասական զգացմունքներից, որոնք ներսից խժռում են ձեզ և հանգիստ չեն տալիս։ Այլ հոդվածների համար այցելեք You and World Get Life կամ բաժանորդագրվեք YouTube-ում You and World Life Armenian։